Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին Ուկրաինայում ստեղծված իրավիճակը հիշեցնում է 1992 թվականի Հայաստանը։ Երբ որ իշխանության եկան Ղարաբաղի կոմիտեն, նրանք եկել էին ոչ թե Հայաստանը կառուցելու, այլ կայսրությունը կործանելու նպատակով։ Եթե նայում ենք Ուկրաինային ով եկել իշխանության, եկել են ոչ թե Ուկրաինան կառուցող ուժեր, այլ հակառուսական ուժերն են եկել։ Մաքսային միությանը անդամակցումը կարող է մոտ 30%-ով Հայաստանում թանկացնել հրատարակչական գործը։ Անտարես հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով մեզ մոտ օգտագործվում են եվրոպական բարձրորակ թղթեր, քանի որ ռուսական արտադրությունը շատ անորակ է։ Ոչ մի իրեն հարգող ռուսաստանցի պոլիգրաֆիստ կամ հրատարակիչ չի տպի ռուսական թղթի վրա, որովհետև դա մենակ անունով է թուղթ, իսկ նշանակությունը ուրիշ ձևով են օգտագործում հավանաբար այդ թուղթը։ Մարտի 7-ին դեմ եմ նախաձեռնությունը բողոքի հերթական ակցիան է անցկացնելու ֆինանսների նախարարության դիմաց։ Ըստ ակտիվիստ Հարություն Աղլամազյանի, այս կերպ դեմ եմ նախաձեռնությունը բողոքն է արտահայտում գործատուների նկատմամբ կիրառվող ճնշումների առիթով։ Ինքը իրավունք չունի ինչ-որ կոնկրետ բաժամիջոցներ կիրառել գործատուների նկատմամբ, այլ ինչ-որ վարչական տուժեր կարող է կիրառել։ Հայաստանում նվազել են մայրական եւ մանկական մահացության դեպքերը։ Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը այդ փաստը կապում է մի շարք հանգամանքների հետ։ Սա հիմնականում պայմանավորված է բժշկական հաստատությունների սարքավորումային դաշտի, սարքավորումային հագեցվածության բարձրացման, բարելավման, բուժ աշխատողների գիտելիքների կատարելագործման, ինչու՞ չէ, նաև բնակչության կողմից, հատկապես հղիների կողմից վտանգի նշանների մասին տեղեկացվածության։ Ինչու վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունում բողոքների մեծ մասը։ Փաստաբանների քննադատությանն ի պատասխան Հայաստանի դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը նշում է. Վճռաբեկ դատարանում վարույթ են ընդունում այնպիսի բողոքներ, որոնցով ընդունված դատական ակտը հետագայում պիտի լուծի մնացած ամբողջ հանրության խնդիրները։ Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկլուսի IFE+ հաղորդումը։ Եթե ժողովուրդը ձևավորում է իշխանություն, դա ինձ համար պետք է լինի իրոք ժողովրդավարական հիմքով ձևավորված։ Այդ իշխանությունը բնականաբար կլինի լեգիտիմ։ Հիմա այդքան խառնաշփոթ է Ուկրաինայում, որ կոնկրետ գնահատական ես զերծ կմնամ տալուց։ Այդպիսի գնահատական է տվել ուկրաինական իրադարձություններին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Այսօր տեղի է ունեցել խորհրդարանական գազային հանձնաժողովի անդրանիկ նիստը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի տպավորությամբ հանձնաժողովը տրամադրված է աշխատելու եւ ձգձգելու մոտիվ առայժմ չի զգացվում։ Մենք ենք այս քաղաքի տերը, նախաձեռնությունը բաց պահանջագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով կոչ է անում Երևանի հանրային տրանսպորտից վերացնել Ռուսաստանի Դաշնության դրոշները։ Վազգեն Սարգսյանի մոր Գրետա Սարգսյանի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում։ Նա գտնվում է Նայիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում եւ մի քանի օր կշարունակի մնալ հիվանդանոցում։ Ռուսաստանի Դաշնային խորհուրդը սկսել է օրինագծի նախապատրաստումը, համաձայն որի ռուսական իշխանությունները կկարողանան ամերիկյան եւ եվրոպական ընկերություններից, այդ թվում մասնավոր բռնագանձել ունեցվածքը, ակտիվները եւ հաշիվները։ Այդ քայլերը պետք է ընդհանրել իրականացվում են ի պատասխան ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատժամիջոցների։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Գեյր Լունդեստադը։ Օրվա լրահոսը։ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ խաղաղություն ժողովուրդներին, պատերազմ իշխանություններին խորագիրը կրող բողոքի ակցիան այսօր խոչընդոտվեց ոստիկանների կողմից։ Նրանք ակցիայի մասնակիցներին դեսպանատան մոտից հեռացրեցին։ Իսկ ակցիայի մասնակիցները պարզապես ցանկանում են Ռուսաստանի իշխանություններին կոչ անել Ուկրաինայի դեմ չսկսել ռազմական գործողություններ։ Ոչ պատերազմի լոզունգով յուրաքանչյուր քաղաքացի պետք է համարեր իր պարտքը գալ կանգնելու ու պահանջելու իր խաղաղությունը հենց այն պետության դեսպանատնից, որը հրահրում է այսօր պատերազմը։ Քիչ անց Տիգրան Պարսիլյանն ու եւս 3 ակտիվիստ բերման ենթարկվեցին ոստիկանության կենտրոնի բաժին։ Հիմքերը ներկայացրեք իրավական։
Ոստիկանության աշխատակիցները ստիպեցին ակցիայի մասնակիցներին անցնել փողոցը ու դեսպանատան դիմացի մայթին անցկացնել ակցիան։ Ես դա գնահատում եմ մեր սահմանադրական իրավունքի ոտնահարում, ես դա գնահատում եմ կամայականություն, ես դա գնահատում եմ բռնություն Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիների նկատմամբ։ Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև վիճաբանությունը այսքանով չավարտվեց։ Պարտավոր է յուրաքանչյուր ոստիկանի պահանջները կատարել։ Օրինական պահանջները։ Հայաստանի Հանրապետության ասում է դուք իրավունք չունեք մասնակցելու քաղաքական գործընթացներին, դուք հիմա միջամտում եք։ Ակցիայի մասնակիցները այնուհետև երթով շարժվեցին ոստիկանության կենտրոնի բաժին պահանջելով ազատ արձակել ձերբակալված 4 ակտիվիստին։ Ոստիկանական պատը նրանց թույլ չտվեց մոտենալ շենքին։ Ակցիայի մասնակիցները սպասեցին այնքան ժամանակ, մինչև 4 ձերբակալվածները ազատ արձակվեցին։ Նրանք ենթարկվեցին վարչական տուգանքի։ Ուկրաինայում հնարավոր պատերազմը ծանր ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Ուկրաինահայերի կյանքին սպառնալիքից մինչև այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների նվազում։ Այս կարծիքին են մեր հարցմանը մասնակցած քաղաքացիները։ Միանշանակ ժողովրդի վիճակը ստեղ ավելի ծանրանալի է։ Ամբողջ աշխարհը իրար հետ կապնված է։ Առանձին ոչ մեկը գոյություն չունի։ Այս երիտասարդը հիշում է ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի խոսքերը, նույնիսկ բզեզը բնության մասնիկ է եւ այդ մասնիկի խաթարումը հանգեցնում է գլոբալ խաթարման։ Եթե ասենք լավ իրադարձություն է տեղի ունենում մոլորակի վրա, դա համամոլորակային լավ իրադարձություն է, իսկ եթե վատ, այդ ամբողջի արդյունքը իր վրա կրում է հենց մոլորակը։ Հայաստանցիները հուսով են, որ Ղրիմում ռազմական գործողություններ չեն սկսվի։ Եթե լինի այսպես առճակատում, դա համաշխարհային երրորդ պատերազմի կհանգեցնի։ Ղրիմը ինքն իրեն կընտրի, որ Ռուսաստանի հետ միանա։ Հայաստանաբնակ այս ռուսկինը, ում քույրն Ուկրաինայում է ապրում, կարծում է պատերազմից կտուժեն եւ ուկրաինացիները, եւ ռուսները, եւ հայերը։ В конце марта проведен будет референдум по Крыму. Все крымчане будут за отделение Крыма от Украины. Մեր հարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի, մտածելով Ուկրաինայի հայկական համայնքի մասին։ Ներկայում Ուկրաինայում պաշտոնական տվյալներով բնակվում է 150,000, իսկ ոչ պաշտոնական տվյալներով 400,000 հայ։ Պապա, իսկ ինչ ա եղել, ինչ 77-ամյա Մամիկոն Խոջյանի հարազատները երեկվանից ուշքի չեն գալիս, թե ինչպես են վարվել նրա այդ ադրբեջանցիները։ Գերությունից վերադարձած Մամիկոն Խոջյանը երեկվանից Իջևանի բժշկական կենտրոնում է։ Տեսածը նրա հարազատների համար պատկերացրածից վեր է։ Ու պատկերացին, որ ինչ տանջանքներ կտան։ Ու այդ տանջանքները հիմա մենք տեսնում ենք մեր աչքերով։ Մեկ ամիս գերության մեջ գտնվող հայ տղամարդուն ադրբեջանցիները խոշտանգել են, կոտրվածքներ, վերքեր։ Ադրբեջանցիները հաշվի չեն առել, որ Մամիկոն Խոջյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Հունվարի 28-ին Տավուշի մարզի վերին Կարմիրախբյուր գյուղի բնակիչը մոլորվել եւ հայտնվել էր հակառակորդի տարածքում։ Ջրազրկված վիճակը։ Շատ տանջված, խոշտանգված։ 77-ամյա տղամարդը չի կարողանում քայլել, թմրած վիճակում է։ Ենթադրվում է, որ նրան տարբեր նյութեր են ներարկել։ Մամիկոն Խոջյանի այս վիճակը տեսնելով նրա հարազատներն ուղղակի հրաշք են համարում նրա ողջ մնալը։ Հայ տղամարդը հայրենադարձվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։ Վալոդիա Մուրադյանը արդեն 22 տարի է աշխատում է գնուն ու տոնավաճառում, ավտոպահեստամասեր է վաճառում։ Այսօր տարիների աշխատանքի մասին միայն սևացած ձեռքերն ու հիվանդություններն են վկայում, անգամ օրվա հացը վաստակելն է դժվար։ Առուտուր չկա, ցավուտան ինչ առուտուր, թոշակ ստանում բերման տեղի փող եմ տալիս դե։ Շատ դժվար է։ Հարկային է մի կողմից, մյուսը մի կողմից գարձեն սա կրկում տանում են։ Առևտրի ծավալներից դժգոհում են բոլորը, առանց բացառության։ Վերջին կես տարում գնորդ գրեթե չկա։ Ամանորից հետո վիճակն ավելի է վատացել։ Մարդ չկա Հայաստանում, որ գա առևտուր անի։ Կանգնել է շինարարություն գն կանգնել է, հա, առևտուր չկա։ Իսկ ինչ կփոխվի շինանյութի եւ ավտոպահեստամասերի շուկայում Հայաստանի մաքսային միությանը անդամակցելուց հետո առևտրի ծավալների փոփոխություն տոնավաճառի աշխատակիցները չեն ակնկալում, նույնիսկ վատթարացում են կանխատեսում։ Ռուսական ոչ մի բան ոչ մեկ չի օգտագործում։ Ամենանույն գներն է, բայց ռուսական ահավորակ է։ Եթե անգամ առևտուր չկա, տաղավարի վարձը եւ հարկերը վճարելը պարտադիր է։ Տոնավաճառի աշխատակիցները ցույց են տալիս մի քանի օր առաջ փակված տաղավարը, հարկային տեսուչն է կապարակնքել։ 5 օրում այս տաղավարը աշխատացնող կինը պետք է 375,000 դրամ տուգանք վճարի ՀԴՄ սարք չունենալու պատճառով։ Վաճառողներն ասում են, որ ամեն օր մի տաղավար այս ճակատագրին է արժանանում։ Տանը ինչպես փողոցում, այսպես են իրենց վիճակը բնորոշում Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի 70 շենքի բնակիչները։ 4-րդ կարգի վթարային այս շենքում չեք գտնի որևէ մի բնակարան, որի պատերը ճաքած չլինեն ու որի բնակիչները չբողոքեն խոնավությունից։ Շենքում կա 24 ընտանիք ու բազմաթիվ խնդիրներ, ներառյալ ջրամատակարարմանը։ Հեսա ցեխը մի հատ գրանտ կա,
ես չեմ կարողանում խեղճ աղջիկներս մեռամ կրելով։ Բնակիչներից Գայանե Մարտիրոսյանը ապրում է շենքում 1998 թվականից։ Բնակարանային խնդրով դիմել է բոլոր պաշտոնյաներին, այդ թվում Տարոն Մարգարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Էլիտար շենք չենք ուզում այդ ցավտանը, մենք ուզում ենք թեկուզ կացար էլի հանրակացարաններ կա, մեր սեփականը ըլնի, մենք սարքենք, մենք չգիտենք ստի ինչ գործ անենք, մեր սեփականը չի։ Այս մեր երեխեքի վերջերն է, որ բերը դերնեստի իրանք վարձով են գնան։ Այս վիճակում երեխա կարամ ես մեծացնեմ, չեմ կարա։ Մինա Գրիգորյանն իր ամուսնու եւ աղջկա հետ բնակվում է այս միսենյականոցում։ Ամուսնու հետ հատակին են քնում։ Անձրևի ժամանակ առաստաղից ջուր է կաթում, իսկ ամռանը օձերն ու կարիճներն են հյուր գալիս։ Քանի անգամ կարիճ երեխուն կծել, աստիված կապ են պահում, որ կարիճ կծե երեխուն։ Շենքը քայքայվում է ներքևից վերև։ Բնակիչները առաջին հարկում ցույց են տալիս նստվածքները, ասելով, որ շենքը իջնում է, իսկ կտուրում շուրջ բոլորը ամաններ են, որ անձրևաջուրը դրանց մեջ լցվի։ 98 թվից մենք ստեղ ենք, այս վիճակն է։ Ավելի անմխիթար վիճակում է շենք տանող փողոցը, անհնար է առանց ցեխոտվելու անցնել։ Օֆշորային սկանդալ կոչվող պատմությունը վերջին շրջանում կարծես թե կորցրել է իր արդիականությունը, այդպես է լինում բոլոր այն դեպքերում, երբ մեծ է քաղաքական բաղադրիչը եւ երբ քաղաքական գազն անցնում է, զուտ բովանդակային առումով խնդիրն այլևս ոչ մեկին չի հետաքրում։ Մինչդեռ խոսքը $100 միլիոն արժողությամբ ծրագրի մասին է, որը պետք է զարգացներ Հայաստանում ադամանդագործությունը եւ որը տապալվեց։ Օրվա գլխավոր թեման։ Օֆշորային սկանդալը պայթեց անցյալ տարվա մայիսին, հետք էլեկտրոնային կայքի հրապարակումներից պարզ դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանը գործարար Աշոտ Սուքիասյանի հետ միասին ունեզրկել են գործարար Փայլակ Հարապետյանին, որը Ամերիկա բանկում գրավադրել է $33 միլիոն արժողությամբ իր գույքը, որպեսզի Աշոտ Սուքիասյանին փոխանցվի $10 միլիոն վարկ։ Փայլակ Հարապետյանը 2010-ին էկոնոմիկայի նախարար Ներսես Զերիցյանի աշխատասենյակում մասնակցում է ադամանդագործության զարգացմանը նվիրված մի քննարկման, որտեղ նրան հավատացնում են, որ Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայի Սիերա Լեոնե պետությունում ադամանդի եւ ոսկու հանքեր ունի, սակայն բավարար գումար չունի Հայաստանին բարձրորակ եւ էժան հումքով ապահովելու համար։ Հենց այդ պատճառով էլ կարիք կա, որ գործարանները նրան օգնեն իրականացնելու իր ծրագրերը։ Քննարկմանը ներկա Փայլակ Հարապետյանը համաձայնվում է իր անձնական գույքի գրավադրմամբ ձեռք բերել անհրաժեշտ գումարը։ Բանկերից մեկը հրաժարվում է գումար տրամադրել, սակայն Ամերիկա բանկը վարչապետի նախարար Երիցյանի եւ arczepiskopos-ի միջնորդությամբ տալիս է $10,700,000 վարկը։ Բանկը գումարը փոխանցում է 7 մասով։ Նախորդ 6 փոխանցումների ժամանակ ադամանդագործությունը տեղից կես քայլ առաջ չի շարժվում։ Ամերիկա բանկին ըստ հետքի ուսումնասիրության դա չի մտահոգում, փաստն է, որ ինչպես էկոնոմիկայի նախարարությունում հավատացրել էին Փայլակ Հարապետյանին, այս վարկի շնորհիվ Հայաստանը պետք է դառնար ադամանդի հեղկման եւ վաճառքի համաշխարհային կենտրոններից մեկը։ Ըստ հետքի բացահայտման Աշոտ Սուքիասյանն այս $10 միլիոն ստացել է եւ մաս-մաս փոխանցել Կիպրոսում գրանցված օֆշորային 3 ընկերությունների հաշվին, որոնցից մեկի բաժնետրերեր են վարչապետը եւ Սուքիասյանի քավորը arczepiskopos-ը։ Լրատվամիջոցները գրել են, որ Սուքիասյանը հայտնի է նրանով, որ Արարատյան թեմի առաջնորդին են նվիրել $120,000 արժողությամբ Bentley Magnus-ի ավտոմեքենա։ Հետագայում հոգեվորականը հաստատեց այդ փաստը, ադամանդագործությունն այդպես էլ չզարգացավ, այսինքն վարկային պարտավորությունները չկատարվեցին։ Փոխարենը Փայլակ Հարապետյանն ամբողջությամբ զրկվեց $33 միլիոն արժողությամբ գույքից։ Վարչապետը եւ հոգեվորականը հերքեցին, որ իրենք կապ ունեն Կիպրոսյան օֆշորային ընկերության հետ։ Սուքիասյանը հայտարարեց, որ ինքն է վարչապետի եւ հոգեվորականի անունից բացել այդ ընկերությունները եւ գումարներ փոխանցել նրանց անունով բացված ընկերության հաշվին։ Այնուամենայնիվ ընկերության փաստաթղթերում ոչ թե Սուքիասյանի, այլ հենց վարչապետի եւ հոգեվորականի ստորագրություններն են։ Երբ պարզ դարձավ, որ ադամանդագործությունը զարգացող ոլորտ չէ, իսկ Փայլակ Հարապետյանը խաբված է, Աշոտ Սուքիասյանը անհայտացավ։ Մինչ այդ նրան հաջողվել էր $10 միլիոն օֆշորից տեղափոխել Հայաստան-Ամերիկա բանկում բացված զորաղբյուր ընկերության հաշվին։ Այսինքն բանկն ամբողջությամբ հետ ստացավ իր գումարը, ներառյալ սեփականացրեց Փայլակ Հարապետյանի ամբողջ գույքը։ Ավելի ուշ պարզ է դառնում, որ այս գործով անցնում է նույնիսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, քանի որ նա է թույլատրել, որ Աշոտ Սուքիասյանը անպատիժ լքի Հայաստանի տարածքը, արդեն անբարեխիղճ եւ խարտախ վարկառուների սև ցուցակում հայտնվելուց հետո։ Հետքին հայտնի է դառնում նաեւ, որ օֆշորային գոտում է գրանցված Ամերիկա բանկի միակ բաժնետերը։ Օֆշորային սկանդալի գործով գլխավոր դատախազությունում Աղվան Հովսեփյանի օրոք հարուցվում է քրեական գործ, որն այն փոխանցում է ոստիկանությանը, որն իր հերթին փորձաքննության է ուղարկում վարչապետի եւ arczepiskopos-ի ստորագրությունները։ Փորձաքննության արդյունքներն առ այսօր գաղտնի են պահվում։ Իր տարեվերջյան ասուլիսում վարչապետն առանց փակագծեր բացելու ակնարկում է, որ օֆշորային սկանդալի ակունքներում կանգնած է Վարդան Օսկանյանը։ Որքան տնտեսության մասին վարչապետի ասածներն են համապատասխանում իրականությանը, նույնքան ես եմ ներգրաված օֆշորային սկանդալում անմիջապես հակադարձում է նախկին արտգործնախարարը։ Սկանդալի կենտրոնական հերոս Աշոտ Սուքիասյանն այս տարվա հունվարի 31-ին ձերբակալվում է Վրաստանի մայրաքաղաքում։ 40 օրվա ընթացքում, այսինքն մինչև մարտի 12-ը նա պետք է հանձնվի Հայաստանին։
Իհարկե շարքային քաղաքացու համար այստեղ ամենահետաքրքիրը պաշտոնյաների առնչությունն է այդ գործին։ Ինձ թվում է իրավապահների համար ոչ մի խնդիր չի ներկայացնում ստուգել արդյոք այս կամ այն պաշտոնյան կապ ունեցել է Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված բանկային հաշիվների հետ, եւ այստեղ հարցը կարծես թե մտել է փակուղի։ Շատ ավելի հետաքրքիր է հասկանալ Ամերիա բանկի մեղմացած չափից դուրս մեծ վստահությունը Աշոտ Սուքիասյանի նկատմամբ, եթե 10 միլիոն 700 հազար դոլար վարկը մաս էր տրվում կոնկրետ բիզնես ծրագրի համար, սակայն ծրագիրը կարծես թե չէր իրականացվում, ապա հարց է առաջանում, թե ինչու էր բանկը շարունակում տալ այդ տրանշերը։ Իհարկե շատ բան կարող է բացահայտվել ձերբակալված, բայց առայժմ Հայաստանին չարտահանձնված գործարար Աշոտ Սուքիասյանը, հավանաբար Հայաստանում կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ նա խոսի, իսկ ամենահետաքրքիրը այն հարցն է, թե ով է պատասխան տալու Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու 100 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի տապալման համար։ Ամեկ լուսի զրուցակիցն է գործարար Փայլակ Հայրապետյանը։ Պարոն Հայրապետյան, ենթադրենք ես ուզում եմ վարկ վերցնել բանկից եւ ասում եմ, որ դուք ձեր գույքը գրավադրեք։ Դուք չեք ասի, եթե դու ես ուզում վերցնես, ինքդ էլ քո գույքը գրավադրի։ Տրամաբանական չէ դա։ Ճիշտ ասած, եթե դու ուզենայի կամ թե չէ, որ եթե քաղաքացի, այդ հարցի ես կտայի։ Բայց որ ես գործ ունեի պետության հետ, պետականության հետ, ես այդ հարցը չտվեցի։ Ես չեմ տվել Աշոտ Սուքիասյանին, ես չեմ տվել որևիցե մեկի, ես տվել եմ պետական գործը առաջ գնալու համար։ Ես տվել եմ, որ 23 կազմակերպություն, որտեղ պետք է աշխատեին 10,000 բանվոր, հա, ինձ այդպես են ներկայացրել, դրա համար ես գնացել եմ այդ գործը։ Այդ գործի գլխավոր դերակատարներից մեկը բնականաբար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան ձերբակալել են Վրաստանում։ Նրան պիտի բերեն Երևան, պիտի հարցաքննեն, դուք իր հետ առերեսվել եք ձերբակալված վիճակում, թե չէ։ Ոչ, նրան պիտի բերեն ըստ մեր հանրապետության գլխավոր դատախազի, սրանց մի քանի օր առաջ հայտարարեց, որ 90 օրվա ընթացքում Սուքիասյանին պետք է բերենք Հայաստան։ Ամերիա բանկ եւ Կիպրոսի օֆշորային բանկեր, այդ կապը ձեզ համար ապացուցված է թե ոչ։ Այդ կապը լրիվ է ապացուցված, որովհետեւ դոկումենտները ինձ մոտ է սրոպեին դոկումենտը, ես կարող եմ ներկայացնել ձեզ։ Դուք ունեք այն փաստաթուղթը, որը ինչ է ասում այդ փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը ասում է, որ Կիպրոսում բաց են արել 3 հատ հաշիվ, 3 ձեռնարկություն են բաց արել, որոնց հիմնադիրներն են Աշոտ Սուքիասյանը, վարչապետ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը եւ Նավասար Սրբազանը։ Հա։ Եվ իսկ Ամերիայի հետ դա ինչ կապ ունի։ Ամերիայի հետ ինչ կապ ունի։ Ամերիկան պիտի փողը փոխանցելու ժամանակ, գումարը փոխանցելու ժամանակ նա պիտի ճշտեր, ուր է ուղարկում գումարը։ Եթե առաջի տրանշը նա ուղարկում էր, նա պիտի ստուգեր այդ գումարը տեղ հասել է թե չէ, որտեղ դրա համար Ամերիկա բանկ ուներ բիզնես ծրագիր։ Նա պիտի բիզնես ծրագրով ղեկավարվեր։ Բիզնես ծրագրով նա չի ղեկավարվել, դրա համար գումարն ուղարկել է օֆշորային գոտի, օֆշորային կազմակերպությունից հետ է եկել նորից Ամերիկա բանկ։ Դրա փաստաթղթերը կան։ Բոլոր բանը կա, այդ քննիչի մոտ կա բոլոր փաստաթղթերը։ Պարզ է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մեր զրուցակիցներ գործարար Փայլակ Հայրապետյանը։ Կապանի նպաստառու ընտանիքները 2 ամիս է չեն ստանում իրենց հասանելիք գումարները։ Քաղաքի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը թեև վստահեցնում է, որ հարցը շուտով կկարգավորվի, սակայն նպաստառուները չեն դադարում դժգոհել։ Ֆինանսական հատկացումները այդ նպատակների համար դեռ որոշում չի կայացված։ Առաջիկայում այդ որոշումը կլինի եւ նորմալ բունի մեջ կմտնեն այդ կապված այդ ավանդների վճարումների, ինչպես նաեւ երեխաների միանուակ ծնված երեխաների վճարումները կատարի սոցիալ բաժին։
Ալավերդի քաղաքում ջրամատակարարման ներքին ցանցն այս տարի ամբողջովին նորացվելու է։ Հայջրմուղկողի ընկերության Ալավերդու մասնաճյուղի տնօրինությունը հավաստիացնում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո քաղաքում ջրատար խողովակների վթարներ այլևս չեն լինի։ Սակայն ջրամատակարարման ցանցի նորացումը նոր խնդիրներ է առաջացրել։ Քաղաքացիները դժգոհում են փորված ու այդպես էլ չլցված փոսերի, ինչպես նաև քանդված ասֆալտի համար։ Քաղաքապետարանն այդ հարցով նույնպես խնդիրների առջև է կանգնել։ Մեզ համար էլ լուրջ ֆինանսական դժվարություններ է ստեղծում։ Մի կողմից արգելել շինարական այդ նորոգման աշխատանքներն անել չի լինի, որովհետև թաղամասեր են ջրազրկված մնում այդ հետևանքով, մյուս կողմից էլ թույլտվությունը տալով արդեն մենք մեզ համար նոր խնդրեմ ու խնդիր ենք առաջացնում ճանապարհները վերականգնելու։ Կապանի մանկական կենտրոնն աշխատում է նաև իրավախախտ անչափահասների հետ։ Ներկայումս կենտրոնը 78 շահառու ունի։ Քանի որ հետազոտությունները 2.5 տարվա մեզ ցույց տվեցին, որ երեխաների կողմից կատարվող իրավախախտումների հիմքում ընկած են օրենքների վատ իմացությունը կամ ընդհանրապես չիմացությունը, ծնողավարական հմտությունների ցածր մակարդակը, սոցիալական ծանր վիճակը, աղքատությունը, ագրեսիան, դպրոցի կողմից կատարվող կանխարգելիչ միջոցառումների քիչ քանակը Եվ այդ ամենը հաշվի առնելով կենտրոնը փորձում է լրացնել բոլոր բացերը։ Դեպի իրավական հասարակություն ծրագրի շրջանակներում Կապանի եւ Քաջարանի մի շարք դպրոցների աշակերտների համար մանկական կենտրոնը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է դասընթացներ երեխաների իրավական գիտելիքները հարստացնելու նպատակով։ Ծրագրում ներառված են նաև ծնողները։ Փորձելու ենք ինչ-որ ձևով բարձրացնել մեր ծնողների ծնողավարական գիտելիքների մակարդակը, տալու նրանց անհրաժեշտ ինֆորմացիան, թե յուրաքանչյուր տարիքում ինչպիսի փոփոխությունների է ընթարկում երեխան եւ ինչ կարող է անել։ Այսօր հակապուտինյան ցույցի մասնակիցները հանդես են եկել չափազանց իմաստալից եւ գրագետ հայտարարությամբ, որն անշուշտ կփոխի իրավիճակը Հայաստանում։ Դիտեք նաեւ մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Մենք կհանդիպենք վաղը։ Մենք ատում ենք կապիտալիստական իմպերիալիզմի գործակալներին եւ նրանց լակոտներին Հայաստանում։ Ընկերներ, միջազգային իրադրությունը մեր պատասխանը Չեմբերլենին տիրապետությունը։ Իսկ ես դրան ծեծեցի կշռաքարերի համար։